Ինչ որ ուզում ես անել, քեզ շարյակ ժամանակ է մնացել։ Տիկին Ստեփանյան, սկսենք խոսակցությունը վերջին օրերի զարգացումներից Բագրատ Գալստանյանի ձայնագրությունից հայտնի, որտեղ ասվում էր, որ պիտի մարդկանց գյուլել, պատերի տակ ավտոբուսներ այրել ու նման գործողությունների գնալ։ Բայց օրինակ նույն Մայրաթորը եւ կամ Հայաստան դաշինքը պնդում են, որ դրա տակ ոչ մի ահաբեկչական ակտ չկա այդ խոսակցության այդ խոսքերի տակ եւ դուք իշխանությունը, նաեւ իրավապահ մարմինները անհամաչափ ուժ են գործադրել թե Գալստանյանի վրա, թե Աջապահյանի եւ այդ ձերբակալությունները քաղաքական ենթատեքստ ունեն եւ նրանք քաղբանտարկյալ են։ Դուք ընդհանուր առմամբ տեղի ունեցածը նաեւ Գալստանյանի հայտնի ձայնագրությունը ինչպես կմեկնաբանեք։ Միանգամից ասեմ, որ բավականին հետաքրքիր էր, երբ տեղի ունեցան արդեն ձերբակալությունները եւ որոշակի պրոցեսներ սկսեց իրավապահ համակարգը իրականացնել ձեր կողմից նշված երկու սրբազանների հետ կապված շատ հետաքրքիր զուգադիպությամբ 2-3 ուղղություններից այսպես աջակցության կոչեր հնչեցին, այո դրանցից մեկը քաղաքական ուժ է, մասնավորապես ազգային ժողովում ներկայացված Հայաստան դաշինքը, որտեղ գերակշիռ մաս են կազմում դաշնակցականները, երեք մենք տեսանք թե ինչպես էին Ռուսաստանի Դաշնության տարբեր կալիբրի քաղաքական գործիչներ փորձում իրենց կարծիքը հայտնել միաժամանակ խառնվելով նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերին, ինչի մասին շատ հիրավի նշեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը, եւ տեսնում ենք, որ այսպես շատ կծկտուր, շատ անատամ հայտարարություններ է անում Վեհարանի կողմից, շատ անատամ հայտարարություններ են հնչում Վեհարանից, ես այստեղից մինչև ձեր հարցի բուն էության անցնելը ուզում եմ միանգամից իմ կարծիքը հայտնել, ես կարծում եմ թե Բագրատ Սրբազանը եւ թե Միքայել arczepiskopos Աջապահյանը երկուսն էլ բավականին հանրահռչակված դեմքեր էին Հայաստանի Հանրապետությունում եւ դժվար է գտնել մեզանում մի հոգու, ով չի ճանաչում կամ չի լսել այս երկու հոգևորականների անունները եւ նրանք երկուսն էլ իմ կարծիքով պոտենցիալ կաթողիկոսի թեկնածուներ էին։ Ես կարծում եմ Գարեգին երկրորդը հաջողությամբ, գուցե միայնակ, գուցե քաղաքական ուժերի, գուցե այլ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ համատեղ միանգամից կարողացավ այս երկու սրբազանների հարցերը այսպես ասած լուծել, որպեսզի ինքը անվտանգ լինի, իսկ եթե հետևենք մամուլում շրջանառվող լուրերին կամ առհասարակ հասարակության մեջ պտտվող լուրերին, մենք բոլորս գիտենք, որ Գարեգին երկրորդ կաթողիկոսը ստերեոտիպներ ուներ որ ինչ որ մի ժամանակում ինքը գուցե առողջական հիմքով, գուցե այլ հիմքով պայմանավորված պետք է թողներ կաթողիկոսի պաշտոնը եւ այդ պաշտոնին տեսներ իր եղբայր Եզրասին, ով այս պահին իբր թե հոգեվոր ծառայություններ է մատուցում Ռուսաստանում եւ կարծում եմ շատ այսպես ասած լուրեր եւ շատ հանձնարարություններ հենց Եզրասի միջոցով են գալիս եւ հասնում Հայաստանի Հանրապետություն։ Անդրադառնալով ձեր հարցի մյուս հատվածին, նախ նշեմ, որ դա հստակ ահաբեկչական տերորիստական ակտ իրականացնելու պլան էր։ Այստեղ շատերը խոսում են, թե պլան էր գրված չէր նախագիծ, միթե այս այն հարցն է, որ մենք պետք է խորանանք, թե հատկապես որ տերմիններ օգտագործված, այսինքն այնքան կանխատեսելի է մեր ընդդիմախոսների խոսույթը, այնքան կանխատեսելի է այս ամենը, ինչ որ այս օրերին տեղի է ունենում, ես կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր որևէ կերպ կաջակցեն կամ որևէ կերպ կփորձեն անլրջացնել ինչ այսօր իրավապահ մարմինները եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները կանխել են, դրանք ուղիղ ոչ միայն սատարում են, աջակցում են այս ահաբեկչությանը, առհասարակ ահաբեկչությանը եւ ահաբեկչություն իրականացնող ներկայացուցիչներին, այլ գուցե հենց իրենք էլ մասնակից էին ուզում դառնալ եւ փորձում էին ֆինանսավորել այս ամենը։ Եթե սրան գումարում ենք նաեւ Հայաստան դաշինքի մեր գործընկերների որոշ արտահայտություններ, որ իրենց պետք են 100 մահապարտներ, եթե մենք սրան գումարում ենք նաև որ հոկտեմբերի 27-ը հոգու պորտկում էր եւ հնարավոր է որ այդպիսի հոգու պորտկումները լինել, ապա ես ուզում եմ հասկանամ ել ինչ կա այստեղ քննարկելու, ել ինչ կա քննարկելու։ Բայց մենք նաև տեսնում ենք, որ ներսում էլ իրենք կարծես թե ընդհանուր կոնսենսուս չունեն, թե որ իրավիճակում ինչպես են վարվելու, օրինակ ով է լինելու իրենց թեկնածուն, որովհետեւ որոշ ժամանակ առաջ իրենք առաջադրում էին Բագրատ Գալստանյանին կալանավորման պահին, Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցությունները առաջադրեցին կամ առաջարկեցին Աջապահյանի թեկնածությունը եւ ասացին, որ կպաշտպանեն որպես վարչապետի թեկնածու նրան։ Ովքեր էին այս ակտի շահառուները լինելու, այս գործողության, այս պլանի շահառուները լինելու, եւ եթե հոգեվորականները պարզապես իրականացնողներն էին, որոնք հրաժարվում են ըստ էության վարչապետի թեկնածությունից, ովքեր էին սրա իրական շահառուները, որոնք պատրաստվում էին իշխանափոխության միջոցով գալ իշխանության եւ ինչ նպատակ էին դրել իրենց առաջ, այսինքն այս պլանի իրագործման դեպքում ինչ կարող էր լինել։ Այս պլանի իրագործման դեպքում Հայաստանի Հանրապետությունում լինելու էր քաոս,
Եվ չեմ բացառում, որ այդ ներքին քաոսի ֆոնին մենք ունենայինք որոշ ակտիվություն նաև սահմաններին, ինչ այս օրերին ի շնորհիվ Հայաստանի Հանրապետության իշխանությունների վարած արտաքին քաղաքականության եւ դիվանագիտական ջանքերի կարող ենք ասել, որ հարաբերականորեն կայուն է եւ գոնե ինչ որ չափով մենք կարող ենք մեր ուշադրությունը հետ պահել պետական սահմաններից որոշ չափով եւ ավելի շատ այսպես ջանք եւ ուշադրություն կենտրոնացնել ներքին գործերի վրա միանշանակ լինելու էր քաոս եւ այստեղ բավականին հետաքրքիր է որ բոլոր նրանք ովքեր օգտվելով այս առիթից փորձում էին դուրս գալ Աչապահյանին եւ Աչապահյանին այսպես քաղաքական հալածյալի սոուսի ներքո ներկայացնել չնայած բազմիցս որ Աչապահյանը նշել է որ ինքը ոչ միայն կոչ է արել ռազմական հեղաշրջման այլ նաեւ ամեն օր է պատրաստ պնդել այդ մասին, որ ռազմական հեղաշրջում է պետք, այլ նաև այսպես դարձյալ բավականին հետաքրքիր արտահայտություններ արել հոգևորականների կյանքի վերաբերյալ ասացվածքներ էր ասում, որ երբ որ շանս սատկել է գալիս է մոտենում է եկեղեցու պատերին եւ այլն, որոնք բավականին գռեհիկ էին եւ կարծում եմ հոգևորականի խոսույթի տեսանկյունից ոչ ընդունելի, եթե չասեմ քննադատելի, բայց բավականին հետաքրքիր է, որ Աչապահյանը այնուամենայնիվ մերժեց Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, նրանց սատարող ուժերին եւ Էդմոն Մարուքյանի առաջարկը, այսինքն եթե մինչեւ այդ Սերժին եւ Ռոբերտ Քոչարյանին մերժել էր Հայաստանի Հանրապետությունը, հիմա նաեւ Սերժին Քոչարյանին եւ Էդմոն Մարուքյանին մերժեցին այն հոգեվորականը, որի շուրջ իրենք պատրաստ էին համախմբել, մտնեին այս հովանոցի ներքո, իսկ ընդհանուր առմամբ գիտեք, քաղաքական դաշտի այս վիճակը Հայաստանի Հանրապետությունում շատ ողբերգական է իրականում, որտեղ ցանկացած ուժեղ ընդդիմություն, ցանկացած իշխանություն պետք է կարողանան իրար այսպես բալանսավորել եւ եթե իշխանությունները չունեն adekvat ընդդիմություն եւ եթե ընդդիմությունը չունի օրինական իշխանություն, ապա առհասարակ պետության զարգացման մասին անիմաստ է խոսել, միշտ կա հնարավորություն, միշտ կա շանս, որ իշխանության ճյուղերից որևէ մեկը կամ մի քանիսը գուցե այլ ուղղությունով գնան, որը որ այդքան էլ ողջունելի չէ առհասարակ պետությունների զարգացման տեսանկյունից։ Մենք քաղաքական դաշտում չունենք հասունություն, քաղաքական ուժերը չունեն որոշակի լրջություն նախ չունեն, երկրորդ հասունություն չունեն, այսինքն պահի տակ հույզերի էմոցիաների ներքո նրանք կարող են ընդունել որոշումներ, ինչը քաղաքական գործ չի, թիվ 1 թշնամին է։ Եթե դու ընտրում ես քաղաքականությունը որպես քո հիմնական աշխատանք, եթե դու ընտրում ես քաղաքականությունը որպես քո հիմնական աշխատավայր, ինչ իրենից պարզապես ենթադրում է որոշումների ընդունում։ Դու ուղղակի չես կարող ենթարկվել հույզերի եւ էմոցիաների։ Այսինքն ես իհարկե չգիտեմ իրավապահ իր մարմինների գործողությունների հաջորդ քայլը որն է լինելու, բայց օրինակ, ասենք եւս 1 հոգի կալանավորվեց գործի քննության ընթացքում 1 կամ 2 հոգի եւս հայտնվեցին Աչապահյանի կամ Գալստանյանի իրավիճակում։ Ինչ է այս իշխանությունները կամ այդ շրջանակները հիմա թողնելու են Աչապահյանին, ասեն չէ, հաջորդը գնալու ենք այս մյուսի, թե վարչապետի տեխնացություն վերցնենք կամ ներկայացնենք կամ ապրելով 21-րդ դարում եւ ընդհանուր առմամբ արտաքին քաղաքականության վեկտորները հաշվի առնելով ինչպես են իրենք պատկերացնում հոգեվորականի դերը քաղաքական առաջնորդության մեջ, այն էլ որպես երկրի ղեկավար, այն էլ որպես երկրի ներկայացուցիչ, ով պետք է Հայաստանի Հանրապետության անունից բանակցություններ վարի, Հայաստանի Հանրապետության անունից տարբեր միջազգային հարթակներում պետական շահը առաջ տա կամ հանդիպումներ իրականացնի կամ ինչ են մտածում մեր ընդդիմադիր գործիչները, երբ օրինակ ենթադրենք Աչապահյանը պետք է ազգային ժողով գար եւ շուրջ 1 ժամ, 2 ժամ պատասխաներ падգամավորների հարցերին եւ օրինակ իր տեսլականը ներկայացնել, թե ինչ պետք է լինի Հայաստանի Հանրապետության զարգացումը, ինքը ինչ ասպեկտով է տեսնում կամ ինչ հիմքերով է տեսնում։ Եթե իհարկե այստեղից հանենք պատերի տակ գյուլելը, ավտոբուսներ այրելը, հոգեվոր հոտին ամենավերջին անվանարկումներով կոչելը, ես կարծում եմ իրենք ամենամեծ վատությունը թերևս արեցին այս մարդուն, բայց ի պատիվ Աչապահյանի նա փաստորեն ճիշտ հասկացավ պահը, շատ ավելի սթափ գտնվեց, քան այն ուժերը, ովքեր որ իրենք ներկայացնում էին որպես վարչապետի տեխնացու։ Տիկին Ստեփանյան, բայց այստեղ հետաքրքիր մի հատ զուգադիպություն կա։ Մի քանի ամիս առաջ, եթե չեմ սխալվում, Աչապահյանն էլ իր հարցազրույցում սատարում էր հայտնել Ռոբերտ Քոչարյանին, նա ասել էր, որ այս ազգին պետք է տղամարդ առաջնորդ կրկին նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանին։ Հիմա տեսեք, մի կողմից Աչապահյանը հղում է անում Ռոբերտ Քոչարյանի տեխնացությանը, ասում է, որ մեզ նման առաջնորդ է պետք, Ռոբերտ Քոչարյանը եւ նաեւ Սերժ Սարգսյանը
առաջադրում են Աջապահյանին, այստեղ խնդիրը ո՞րն է, ոչ ոք չի ուզում մտնի այդ պատասխանատվության տակ, թե կներեք արտահայտության ժողովրդական լեզվով ասած իրար վրա են գցում այդ պատասխանատվությունը։ Ես կարծում եմ նաև ձեր հետ հարցազրույցների ընթացքում ես միանշանակ նշել եմ եւ պնդել եմ, որ Հայաստանի Հանրապետությունում այս պահին գուցե սրանից 2 տարի առաջ, գուցե նաև սրանից 2 տարի հետո չկա որևէ քաղաքական ուժ, որ իրապես ցանկանում է վերցնել իշխանությունը եւ իրացնել այդ իշխանությունը, որովհետեւ գիտեք, Հայաստանի Հանրապետության նման երկրներում շատ ավելի հեշտ է լինել ընդդիմություն, քննարկել այսպես ամառները հով սենյակներում, ձմեռները տաքացվող սենյակներում, այդպես նստել եւ քննարկել իշխանությունների, քննադատել իշխանությունների բերած յուրաքանչյուր նախագիծ, յուրաքանչյուր ռեֆորմ, յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր արարք։ Ճիշտ է, մի կողմից դա ընդդիմության ուղիղ գործառույթն է, աշխարհի բոլոր ընդդիմությունները պետք է քննադատեն իշխանություններին, անկախ նրանից իշխանությունները ճիշտ են անում, թե ոչ, բայց մեր դեպքում այս ամեն ինչը շատ ծայրահեղ վիճակների է հասել, եւ ես ելի եմ ասում, որ այո, իրար վրա գցելու խնդիր կա, եւ այնինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտը սեփականաշնորհած, վարձակալած, չգիտեմ ինչ անուն ուզում եք տվեք այս երկու քաղաքական ուժերին իրենց քաղաքական առաջնորդների դեմքերով, իրականում այս մասին են խոսում, որ իրենք չեն կարող, որպես քաղաքական ուժ իրենք սնանկ են, անկարող են, անունակ են, եւ այնինչ իրենք կարողացել են անել այսօր Հայաստանի Հանրապետությունը ուղիղ եւ փոխաբերական իմաստներով իր մաշկի, իր վրա, իր պետական բյուջեի վրա, իր պետության հեղինակության վրա զգում է, իսկ այն, որ նրանք չեն ցանկանում հետ քաշվել եւ տեղը զիջել նոր քաղաքական ուժերին, սա էլ խոսում է նրանց անկշտության մասին, սա էլ բնականաբար ունի իր պարզաբանումները, իր պատճառները, թե ինչու նրանք չեն ուզում իսկապես այսպես հետ քաշվել եւ դաշտը թողնել այն քաղաքական ուժերին, ովքեր առողջ են եւ ովքեր ասելու բան ունեն։ Տիկին Ստեփանյան, հետաքրքիր է, որ բարբերաբար խոսվում է ահաբեկչական ակտի կամ ինչ-որ գործողությունների պլանի մասին, բայց օրինակ նույն դաշնակցականները Հայաստան խմբակցությունը, երբ որ հանդես են գալիս ի պաշտպանություն Գալստանյանի, ասում են, դե լիցենզավորված զենքով օրինակ ինչ ահաբեկչության մասին է խոսքը, եթե չեմ սխալվում, Քրիստինա Վարդանյանը հայտարարեց։ Այսինքն իրենք այդքան էլ համաձայն չեն, որ խոսքը ահաբեկչության մասին էր գնում, ընդհակառակը իրենք ասում են, որ դուք պարզապես այս եղանակով փորձեցիք լրացնել Գալստանյանին, ինչ որ սկսեցին անգամ շրջանառել արհեստական բանականության թեման, ինչը հերկվեց, այսինքն ինչի մասին էր խոսքը։ Ընդհանուր առմամբ սա մեր ընդդիմության որոշ հատվածի արժեհամակարգի եւ գաղափարական սահմանների մասին է։ Տեսեք, շատ կարեւոր է, երբ յուրաքանչյուր հասարակական հնչեղություն ունեցող կամ պետության համար ճակատագրական իրադարձության վերաբերյալ ճիշտ տրվեն քաղաքական, իրավական եւ հանրային գնահատականները, եթե մենք դաշնակցության կարկառուն ներկայացուցիչների շուրթերից կամ բերանով տարբեր հարցազրույցների ընթացքում լսում ենք, որ հոկտեմբերի 27-ը հոգու պորտկում էր, եւ ինչ կլինի, որ մի հատ էլ հոգու պորտկում լինի, եթե դուք Քրիստինա Վարդանյանի անունը տվեցիք, Քրիստինա Վարդանյանը իրականում այսպես ասեմ, որոշակի ագրեսիվություն ունեցող կին կշեշտեմ պատգամավորներից մեկն է։ Ես ուզում եմ հիշեցնել նաեւ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Տիկին Վարդանյանը իր յուժ մի խումբ համախոհներով ոչ ավել ոչ պակաս հարձակվում էր մեր խմբակցության կին պատգամավորների վրա, Մարիա Կարապետյանի վրա հարձակում եղավ, Սոնա Ղազարյանի վրա հարձակում եղավ եւ Տիկին Վարդանյանը առիթից օգտվելով, որ արդեն մեր գործընկերն է, փոխանակ մոտենա ամբիոնին եւ ներողություն խնդրի իր վարքագծի համար, հակառակը մենք տեսնում ենք, որ նա փորձում է ինչ-որ կերպ օրինակ արդարացնել ահաբեկչությունը։ Ես կարծում եմ Հայաստանի Հանրապետությունում դաշնակցությունը այն քաղաքական ուժն է, որի երակներով քաղաքական երակներով հոսում է ահաբեկչությունը, որտեղ նրանք սովոր են ցանկացած խնդիր, ցանկացած խնդրեմ լուծել զենքով։ Սա պատմությունը բազմիցս ապացուցել է եւ բազմիցս հայ հանրությունը տեղյակ է այս ամենից։ Գալով արդեն այն անլրջությանը, որ փորձում են տալ այս ամենին, տեսեք, սկզբում ասում են, որ դա արհեստական բանականությամբ ստեղծված հարցազրույցներն են կամ դրանք տարբեր հարցազրույցներից մոնտաժված ինչ-որ պատառիկներ են։ Ներողություն, եթե ինչ-որ մեկը խոսում է այլ կոնտեքստում, այլ մարդու հետ, որ ինքը ցանկանում է սպանել կամ ահաբեկել կամ մորթել կամ յուլել ինչ-որ մեկին, հետո այդ մասին խոսում է մեկ ուրիշ մարդու հետ, դարձյալ անդրադառնալով այդ թեմային, իսկ այն մյուսի հետ ուղղակի ամփոփում է խոսքը։ Ես ուզում եմ հասկանամ, այս երեք խոսակցությունների մեջ
մորթել, սպանել, գյուլելը այլ իմաստով ինչպես կարելի է օգտագործել, երբ որ խոսքը միևնույն է ահաբեկչության եւ տերորիզմի մասին։ Կամ որ ասում են լիցենզավորված զենքեր էին Հայաստանի Հանրապետությունում կան այսքան թվով որսորդներ, ովքեր բնական է որ կարող են ունենալ զենքեր։ Ներողություն, որսորդական հրացանից մարդ սպանել հնարավոր չէ։ Կամ այն ձողերը, որ մենք տեսանք, դրանք ինչի համար էին, եթե մարդիկ այլ հարցազրույցի մեջ խոսում են, որ իրենք պատրաստվում են իրականացնել այս գործողությունը, այն գործողությունները, մի երկուսին այդպես դրամական կոմպենսացիան էին պատրաստվում տալ եւ այլն եւ այլն։ Իսկ այդ կամ որ անլրջացնելով դարձյալ այս ամենը փորձում են ասել, որ դրանք պայթուցիկներ էին, ճադրուկներ էին, որ այս կամ այն տոնախմբության ժամանակ էին իրականացնում։ Ընդամենը 2 տարի, 3 տարի առաջ էր, որ այն մեծ դժբախտությունը եղավ մեր հետ, երբ այդ դարձյալ նրանց նման մտածողները, որ պայթուցիկներից թե որոնք օգտագործվում են տոների կամ իրադարձությունների ժամանակ որևէ վնաս չկա, մենք Սուրմալույում այդ ազգային ողբերգությունը ունեցանք։ Սա միևնույն է որոշ մարդկանց համար դաշ չի եղել, կամ հակառակը որոշ մարդիկ փորձել են այդ ծանր դժվար փորձը վերցնել եւ պրոյեկտել արդեն այլ խմբերի վրա։ Ինձ ուղղակի հետաքրքիր է, որ ասում են դա իրականացնում են ծննդյան տոների արդիվ են դա օգտագործում կամ չգիտեմ այլ ուրախալի միջոցառումների ժամանակ են օգտագործում։ Ուզում եմ հասկանալ Բագրատ Գալստանյանը հիմա քաղաքական process-ների առաջնորդ է, որոշ շրջանակների վարչապետացուն է, թե որոշել է դրան զուգահեռ հոգեվոր ծառայությանը զուգահեռ նաեւ գենդեր փարթիներ կազմակերպել, եթե այդքան ծիծաղալու են այդ ճադրուկների կամ պայթուցիկների արկայությունը։ Իսկ ընդհանուր առմամբ ինձ համար ամենամեծ ողբերգությունը մեր որոշ հոգևորականների արժե համակարգն է, այսինքն հոգևոր հոտը, հայ հանրության ներկայացուցիչներ մտնելով եկեղեցի, աղոթելով առ Աստված եւ ծունկի գալով գուցե նաեւ հոգևորականի առաջ համբուրելով նրա աչը, այսպես մեղքերի թողություն կամ գուցե շատ նվիրական իղձերի երազանքների համար Աստծուց են խնդրում եւ գուցե նաեւ որպես միջնորդ ընկալում են հոգևորականին եւ հոգևորականը ինչ է մտածում այս մարդկանց մասին։ Նա մտածում է, որ հայ ժողովուրդը խորը անասուն է, հայ ժողովրդին կարելի է պատերի տակ գյուլելուց հետո նրանց կարելի է տալ դրամական կոմպենսացիա եւ բոլորը կմոռանան իրենց կորստի մասին։ Ցավով եմ արձանագրում այս ամենը, բայց շատ դժվար է իրապես կուլ տալ եւ ես կցանկանայի որպեսզի նաեւ Բագրատ Սրբազանի հետևորդները հասկանան թե իրենք ում հետևից են գնացել։ Բագրատ Սրբազանը նրանց դրել է խորը անասուն ազգի տեղ։ Ես էլ կցանկանամ առիթը օգտագործել եւ ասել մակերեսային երկոտանի։ Դու ով ես, որ իմ ազգին ասես խորը անասուն։ Եվ Տիկին Ստեփանյան տարօրինակ չէր նաև Ռուսաստանի արձագանքը, օրինակ նույն ռուս падգամավորուհիներից մեկը հայտարարեց, որ տեղի ունեցողը ձերբակալություններ է նկատի ունի հենց Գալստանյանի, Աջապահյանի, կարող է հարվածել հայ-ռուսական հենց բարեկամական հարաբերություններին, բարեկամական բառը նկատենք, որ շեշտելով, նախ ինչ կապ ունի տեղի ունեցողը հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների հետ եւ նաև Լավրովի երեկվա արձագանքը, որ իրենք չեն ուզում խառնվել Հայաստանի ներքին գործերին, բայց ամեն դեպքում հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումը իրենց համար անընդունելի է եւ Լավրովը նաեւ ինչ որ իմաստով նեղսրտեց, որ Արարատ Միրզոյանը հապկ միջոցառումը թողած, այստեղ ընդունում է Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ Կալասին։ Այս ընդհանուր առմամբ այս հայտարարությունները ինչի մասին են նաեւ Ռուսաստանից եկող եւ ինչ են հուշում մեզ։ Նախ Հայաստանի Հանրապետությունը ունի իր օրակարգը եւ ներքին եւ արտաքին, որոնք իրականացում են տարբեր քաղաքական հանդիպումների ընթացքում եւ Կայա Կալասի այդ հանդիպումը մեր ներքին, ինչպես նաեւ արտաքին քաղաքական օրակարգի մի մասն էր, սա մեկ։ Երկրորդ, գիտեք, այս օրերին իրականացնող յուրաքանչյուր իրադարձություն, երբ որ շղթայական կապի մեջ ես նայում, որովհետեւ մի քիչ անհասկանալի են դառնում շատ բաներ, երբ որ ես դրվագային ես նայում, բայց երբ որ դնում ես այդ դիալեկտիկ կապի մեջ, այդ շղթայի մեջ, ապա շատ բաներ իրականություն է դառնում, գուցե շատ հարցեր նաև ստանում են իրենց անուղակի պատասխանները, բայց շատ հարցեր առաջանում են եւ ես կոնկրետ այդ հարցերը շատ ցավով եմ արձանագրում ինքս ինձ համար։ Տեսեք 44-օրյա պատերազմի ժամանակ մենք երկար ենք սպասել Ռուսաստանից որևէ արձագանքի։ Ռուսաստանից եղել են արձագանքներ, ցավոք դրանք հավասարության նշան են դրել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև, Արցախի ժողովրդի եւ օրինակ միջև ատամները զինված թուրքական բանակի միջև։ Այս հավասարության նշաններից զատ մենք այլ հայտարարություններ ենք սպասել մեր հիմնական դաշնակցից, ինչպես իրենք են անընդհատ փորձում շեշտել։ Երկրորդը հոգևոր առաջնորդը Ռուսաստանի Դաշնության հոգևոր առաջնորդարանի ներկայացուցիչներից մեկը, ով իր հոգևոր ծառայությունն է իրականացնում Ադրբեջանում, այդ օրերին իր զորակցությունն է հայտնել Ադրբեջանին։
շեշտում եմ, Ռուսաստանի Դաշնության հոգևոր առաջնորդություն իրականացնող ներկայացուցիչներից մեկը, ով ըստ երևույթին իրավունք չուներ իր անձնական կարծիքը հայտնելու կամ պարզապես կարող էր զերծ մնալ կարծիք հայտնելու իր իրավունքից կամ հնարավորությունից, հակառակը կարծիք է հայտնել Բաքվում եւ ասել է, որ ինքը սատարում է Բաքվին, որպեսզի Բաքուն կարողանա վերականգնել պատմական արդարությունը եւ ողջունել է, որ Բաքուն վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Վերադառնալով Ռուսաստան, մենք Լավրովից սպասում էինք արձագանք, այն էլ այսպիսի խրոխտ, որ ինքը ժամանակ է գտել, հա, Ռուսաստանի համար էլ այնպես չի, որ շատ լավ օրեր են կամ ամեն ինչ կարգին է Ռուսաստանում, թե ներքին եւ թե արտաքին հարթակներում։ Ես կարծում եմ Լավրովը լավ կանի զբաղվի իր երկրի հարցերով եւ եթե նա ժամանակ է գտել եւ արձագանքում է այս մասով, ընդ որում դա կոնկրետ խառնվել է որևէ պետության, այս դեպքում Հայաստանի Հանրապետության ներքին գործերին, լավ կանի Լավրովը դեռևս պատասխանի օդում կախված այն հարցերին, թե իրենք այնուամենայնիվ ինչ կարծիք ունեն Ջերմուկի դեպքերի հետ կապված, Իշխանասարի դեպքերի հետ կապված, Սև լճի դեպքերի հետ կապված եւ ի վերջո 44-օրյա պատերազմի հետ կապված ինչ հայտարարություններ ունեն անելու։ Գիտեք, այն ամենը ինչ այս օրերին տեղի ունենում Հայաստանի Հանրապետության քաղաքական եւ հասարակական կյանքում, հաշվի առնելով այն դերակատարները, հաշվի առնելով այն խոսույթը, հաշվի առնելով այն բանալի բառերը, որ այսպես Ռուսաստանի Դաշնություն, Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում որոշ ընդդիմադիր խմբակներ, ազգային ժողովում ներկայացված որոշ քաղաքական ուժեր, հոգեվորականների որոշ ներկայացուցիչներ շատ բան պետք չի կարծում եմ հասկանալու համար, որ բոլորը ղեկավարվում են մեկ կենտրոնից եւ հեռակառավարման վահանակը ըստ երևույթին գտնվում է ընդամենը մեկ մարդու ձեռքին։ Հրաշալի է, որ Ռուսաստանի Դաշնությունում ուշադիր են Հայաստանում տեղի ունեցող պրոցեսներին, բայց մենք այդ ուշադրությունը բոլորովին այլ դրսևորումներով եւ բոլորովին այլ դեպքերով պայմանավորված ենք սպասել, երկար ենք սպասել եւ դեռ շարունակում ենք սպասել։ Տիկին Ստեփանյան, ամփոփելով, քանի որ Սրբազան շարժման մասնակիցներից մեկը հայտարարել է, որ քանի դեռ կա պայքարող մեկ հայ, Սրբազան շարժումը շարունակվելու է, ըստ էության ինչ սպասել, այսպիսի պլաններ եւ այսպիսի ահաբեկչական ակտեր էլի լինելու են առաջիկայում ըստ եւ քանի որ մենք տեսնում ենք, որ պարբերաբար ամենատարբեր անհատների շուրջ ստեղծվում է ինչ-որ մոբիլիզացիա նույն խորհրդարանական ընդդիմության, ինչու՞ չէ նաեւ Ռուսաստանի կողմից կլինեն նոր անհատներ, որոնք ճակերտավոր ասած շատ պատահաբար կգան եւ կհայտնվեն քաղաքական կիզակետում եւ այսպիսի մեծ մոբիլիզացիա կունենան իրանց շուրջ։ Տեսեք, քանի որ մի քիչ ավելի երկար էին պատրաստվել ըստ երևույթին, որտեղ խոսքը ամբողջ Հայաստանի Հանրապետությունում խժդժություններ իրականացնելու մասին էր եւ որքան հասկացանք, թե կազմակերպիչները, թե սցենարի հեղինակները, թե ֆինանսավորողները երկար չէին մտածել, թե ինչ ռիսկերի կարող են հանդիպել եւ որ կարող է անմեղ մարդիկ դառնան իրենց այս տերորիստական ակտի զոհերը։ Ես կարծում եմ, որ նրանք այնուամենայնիվ էլի ունեն պլաններ եւ Հայաստանի Հանրապետության թե իշխանությունները եւ թե մասնավորապես իրավական համակարգը պետք է բավականին արթուն լինի եւ զգոն լինի այն ամեն տարօրինակ շարժի վերաբերյալ, որ մենք կնկատենք ընդհանրապես որևէ փուլում։ Գիտեք, սկսած օրինակ թեկուզ ամենա, այսպես ասեմ, անշար գործունեություն իրականացնող որևէ կենտրոնից, որևէ կառույցից, եթե որևէ ինչ-որ տարօրինակ արտահայտություն լսվի, եթե ինչ-որ տարօրինակ արարք լսվի, եթե այս ընթացքում մենք տեսնենք ինչ-որ մարդիկ, որ այնուամենայնիվ ազատման դիմումներ կգրեն, այս ամենը ես կարծում եմ մենք այն փուլում չենք, որ թողենք անուշադրության։ Ես կարծում եմ այս օրերին ինչ տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում, յուրաքանչյուր այդպես աննշան թվացող դեպք կամ իրադարձություն միևնույն է պետք է հայտնվի պրիզմայի շրջանակում, պետք է մանրադիտակի տակ մանրամասը ուսումնասիրվի, որովհետև ինչքան հասկացանք, խոսքը այս մարդիկ պատրաստ են գնալ ամեն ինչի, բայց խնդիրն այն է, որ այս ամեն ինչի գնալը ցավոք շատ վաղուց հանուն Հայաստանի Հանրապետության չէ, ընդդեմ Հայաստանի Հանրապետությանն է, որովհետև այն քաղաքական լիդերները, որոնք իբր թե փորձում են տեղավորվել այս բոլոր պրոցեսների մեջ, մեկը իր հերթին, մյուսն էլ իր հերթին, տարբեր հարցազրույցների մեջ ասել են, որ իրենք Հայաստանի Հանրապետությունը այնուամենայնիվ տեսնում են մեկ հսկայածավալ, մեկ միասնական պետության
մեջ, հաշվի առնելով ժամանակակից աշխարհի անվտանգային խնդիրները, հաշվի առնելով Հայաստանի փոքր լինելը եւ այլն եւ այլն։ Տեսեք, այստեղ մենք շատ կարեւոր մի օղակի ենք գնում եւ հանդիպում։ Մենք կամ այս ամեն ինչը կկարողանանք հստակ դետալացնել, հասկանալ խոսքը ինչի մասին է, ինչու այսպես ստացվեց, ինչու հոգեվորականները, ինչ խնդիր էին դրել կազմակերպիչները հոգեվորականներին ներառելով այս ամեն ինչի մեջ, որ նա էլ այդպես Մովսեսի բարդույթով տառապած, այսպես գառը գրկելով, երկար ճանապարհ անցնելով, հենց հոգնում էր մեքենայեր նստում, երեկոները ինչ որ մարդիկ գալիս էին, ինչպես համապատասխանում էր եգիպտական փարավոններին, նրա ոտքերն էին, չգիտեմ, մերսում, տաք ջուր, հետո սառը ջուր, հետո պարզվեց, որ բոլորը խորը անասուններ են։ Ես կարծում եմ բոլորը պետք է հետևություններ անեն այս ամենից, իսկ մեր բոլոր տեսանք նաև Ռուսաստանի Դաշնությունից զատ այլ եվրոպական երկրներից եւ այլ քաղաքակիրթ կազմակերպությունների մարդու իրավունքներով զբաղվող քաղաքական կազմակերպություններից արձագանքներ։ Ես կարծում եմ նույնիսկ այս արձագանքներից մենք պետք է որոշակի հետևություններ անենք։